Մայիսի 10-ին գիշերվա 2:30 Ալավերդու բժշկական կենտրոնից հեռախոսազանգ է ստացվում ոստիկանության Թումանյանի բաժին, որ Շնող գյուղում տուն է այրվում ու տանը դիակ կա։ Օպերատիվ քննչական խումբն արագ մեկնում է դեպքի վայր։ Հրդեհն արդեն մարած էր։ Փաստորեն մեծ հրդեհ չէր եղել։ Այրվել էր 2 ներքնակ, տարբեր սենյակներում։ Կիսաայրված էր նաև ներքնակներից մեկին պառկած տանտիրուհու 56-ամյա Սուսաննա Գալինյանի դին։ Ինքնահրկիզման մասին խոսք անգամ չկար։ Տարբեր տեղերում գտնվող ներքնակների այրումը բացառում էր դրա հնարավորությունը։ Դեպքի վայրի զննումը հուշում էր, որ տեղի է ունեցել սպանություն, իսկ հրկիզումը միայն հետքերը թաքցնելու նպատակ ունի։ Սպանության պարագայում շատ կարևոր է դրդապատճառներ գտնելը, եւ այս հարցում իրավապահները լուրջ խնդիրներ ունեին։ Մեռնողը տարիքն առած միայնակ կին, որ նաև հոգեկան հիվանդության նշաններ ուներ։ Աչքի չէր ընկնում ճոխ ապրելակերպով, դրսից փող չէր ստանում։ Տոկոսով փող տալ առնելու հետ գործ չուներ։ Թվում էր, թե նրան սպանելու պատճառ ու առիթ ոչ ոք չէր էլ կարող ունենալ։ Եվ այդպես էլ կար։ Քննարկվող տարբերակներից մեկը դառնում էր մոլագարի վարկածը։ Հենց դեպքի վայրում քրեական հետախույզներն օպերատիվ հարցումներ անցկացրին ներկաների հարևան ազգականների շրջանում։ Զուգահեռ իրավապահները նաև համադրում էին դեպքի վայրի հանգամանքները հարցումների արդյունքների հետ։ Ի հայտ եկան որոշ հակասություններ, որոնց հիման վրա էլ առաջ քաշվեցին վարկածներ։ Կասկածյալների շրջանակը գնալով նեղանում էր։ Հիվանդանոց ահազանգել էր կնոջ ազգականներից մեկը, իսկ առաջինը հրդեհը նկատել էր ահազանգողի եղբայրը։ Արսեն Մարգարյանը մշուշոտ պատասխաններ էր տալիս իրավապահներին, բայց կասկածները դեռ պետք էր հիմնավորել։ Հաջորդ օրն արդեն ձեռնարկված օպերատիվ հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում որոշակի ապացույցներ կուտակելուց հետո սպանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց Շնող գյուղի բնակիչ մեռնողի ազգական 23-ամյա Արսեն Մարգարյանը։ Արսենն ընդունեց մեղքը, իսկ նպատակը, ինչի համար գիշերվա կեսին գնացել էր ազգականուհու տուն, դժվար է ընկալելն անգամ։ Ամսի 10-ի գիշերը ժամը 2-ին այցելել եմ իմ բարեկամ Սուսաննա Գալինյանին։ Նրան սեռական առաջարկություն եմ արել, որից հետո նա հայհոյել է հորս։ Ես նրան խեղդելով սպանել եմ, բռնաբարել և վառել դրոշը։ Պարզ պատկերացնելու համար մանրամասնենք։ Մտնելով տուն Արսենն առաջարկել էր 56-ամյա կնոջը սեռական հարաբերություն ունենալ իր հետ։ Կինը մերժել էր, բայց Արսենը տեղի չէր տվել, դիմել էր ուժի։ Ըստ նրա կինը դիմադրել էր ու իր հանգուցյալ հոր Ասեին վիրավորական խոսքեր ասել, ինչն էլ իբր ազդել էր վրան։ Հետո խոսքերից կատաղած խալաթով կապ կպել էր նրա ձեռքերը, բերանը փակել կպչուն ժապավենով, ապա սրբիչը փաթաթելով վզին խեղդել։ Կնոջ մահն անգամ բավարար չէր համարել, իրավաբանորեն ասած սեռական հարաբերություններ ունեցել արդեն մեռած կնոջ հետ։ Դրանից հետո գուցե ուշքի գալով ու հասկանալով առածը հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Արսենը նախ այրել էր կնոջ տակ եղած ներքնակը, ապա նաև հարևան սենյակում փռած անկողինը։ Կարծելով, թե հրդեհը վերացրել է հետքերը, Արսենը աղմուկ էր բարձրացրել, օգնության կանչել հարևան ազգականներին կրակը մարելու համար, բայց հետքերը փաստորեն չէին վերացել։ Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։